տված ես, եւ մենք կհավատանք, որ ամեն մեկս իր բավական հրեշտակներ ունի։ Մայրության համար 1001 տեսակ գրականություն կա։ Հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, աշխարհի բոլոր լեզուներով, եւ եթե հաշվելու լավ չենք կրնար հաշվել, գրնալ որ ծովու ավազի չափ եւ ավելի գրություններ կան մոր մասին։ Եվ նաեւ անհամար մայր ըսորը։ Մենք հատ հաշիվ մանենք, օրական քանի անգամ մենք մայր գսենք, մամա գսենք։ Անշուշտ անոնք, որոնք իրենց մայրեր ունին, փախտավոր են, դագավին, անոնք, որոնք չունին, երախտաբարդ են իրենց մայրերում։ Հետաքրքրական բան գարտացած է եւ ուզեմ այստեղ բոլորի սեփականությունը դարձնել։ Մեր բանաստեղծներեն մեկը գսե որ Աստված խոսքերս չագետներու մեջ կարնեք, չգարձեք, որ հագա աստվածյան բամարես են, որովհետև ամեն դեղ չի գրնար ըլլալ, աստվածապանական չի ասիրա, սխա չի ասնան, բանաստեղծի միտն է, բայց միտքը կեղեցիկ է, Աստված ադոր համար մայրը ստեղծեց, որբեսի մայրը ամեն դեղ ըլլալ։ Եվ երևակայեցեք, որ ամեն մեկս մեր դժվարության մեջ կամ Աստված կգանչենք, կամ մայրիկ կգանչենք։ Ադոր համար ուրեմն մայրը մեր հրեշտակն է եւ բախտավոր ենք, որ մենք ծնած ենք մայրերը, որոնք բարձանք են աշխարհի։